Ես չեմ ասում, որ այնտեղ չպիտի լինեն ռուսամետ ուժեր, դրա մասին չի խոսքը։ Խոսքն այն մասին է, որ պիտի լինեն քաղաքական ուժեր, որոնք որ հստակ ունեն օրակարգ, հստակ ունեն պատկերացում Հայաստանի ապագայի վերաբերյալ, որը կարող է մեծ հետ ճիշտ հակառակ պատկերացումները լինել, բայց պիտի դրանք լինեն հստակ Հայաստանի Հանրապետության ապագային վերաբերող եւ այդ բոլոր գաղափարների բախման կետը պիտի լինի ազգային ժողովը, որպեսզի այդ բանավեճերի ընթացքում, որպեսզի ժողովուրդն էլ այդ բանավեճերին հետևելով հասկանա ինքը ինչպես է պատկերացնում իր ապագան եւ կարողանա այդպիսով հետագայում եւս ձևավորի իշխանություն եւ պատվիրակի իր նպատակների իրականություն դարձնելու։ Եթե մենք այսօր ունենք քաղաքական ուժեր, արդեն 3 տասնամյակ մեր կյանքում գործող այդ քաղաքական ուժերը, որոնց խոսույթը վերջին տարիների ընթացքում բացի իշխանությանը հեռացնելուց, որոշ դեպքերում իշխանության ներկայացուցիչներին գլխատելուց կամ սպանելուց այն կողմ չի անցել, ինչը որ էական տարբերություն չկա հզոր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մի մարդ էս կողմ այն կողմը բան չի փոխելու։ Այդ մարդկանց նեղ մտածելակերպը շատ նեղ է, այդքան է, եւ կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մյուս քաղաքական ուժերը կարողանան իրենց օրակարգը ձևակերպել եւ իրենց ասելիքը ձևակերպել եւ մեր քաղաքացիներն էլ շատ հստակ կատարեն իրենց ընտրությունը մաքրելով քաղաքական դաշտը։